Եթե մենք ուզում ենք գնահատել, ասենք վերջին հարցից, գնահատելան տեսանկյունից, թե կարող է կրոնը թույլատնել պետությունը, պետք է ուրեմն լինենք միջև վերջ ազնիվ։ Եթե կա կրոն, իսկ մենք գիտենք, այդպիսի կրոններ կան, եւ որոնք արգելում են օրինակ զենք վերցնել իրենց հավատացյալներին։ Եվ ստիպված մենք մշակել ենք այլընտրանքային ծառայություն, ասում ենք լավ, մենք չենք կարող իրենց պարտադրել, որ իրենք զենք ձեռքները վերցնեն, բայց թող ունենան գոնե այլընտրանքային ծառայության հնարավորություն։ Հիմա ինչը եկեղեցին ինչ տեսանկյունից է թույլատնում։ Դուք իրական կրոնի են տեսակները, կրոնի են, ասենք, ուղղությունները, որոնք այս կամ այն կերպ համահունչ չեն, ընդունենք պետական անվտանգության, անազգային անվտանգության, դուք այդ խնդիր չեք տեսնում։ Բայց եկեղեցին, որ ինքը ընդհակառակը համառությամբ իրականացնում է առաքելություն եւ կարող է պիտանի լինել մի շարք ոլորտներում, ես երբեմն լսում եմ նաեւ, չէ, նաեւ չասեմ առանձին ռադիոկայանների անուններ չտամ, բայց ինքներդ շատ լավ գիտեք, որ մի քիչ կամահարանքով, մի քիչ այսպես իրոնիայով, թե իրենք հոգեվոր ազգային արժեքների շուրջ, այո, հենց հոգեվոր ազգային արժեքների, ազգային ինքնության ուղղությամբ անելիք ունեն եւ արել են։ Եվ ձեր ասած այն երկարամյա դարերի պատմության մեջ եկեղեցին ոչ թե իշխանություն է ձեռք բերել, ցավոք նաև պետականության մասնակի կամ լրիվ կորուստների փուլերում ինքը իրականացրել է այդ իշխանությունը եւ կարողացել է պահպանել ինչ-որ միտեղ պետականության սաղմեր։ Գիտեք ինչ կա, երբեմն հակակրանքը նաև եկեղեցու նկատմամբ դարի ինչ-որ միտեղ հիշողությամբ դրանից է գալիս, որտեղ կամա թե ակամա եկեղեցին հանդես է եկել որպես ըստ էության պետական իշխանություն իրականացնող, բայց դա ի օգուտ բնականաբար ազգային շահերի։